Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Հեսու 18-րդ գլուխ մնացյալ երկրին բաժանումը։ Իսրայելի որդիներուն ամբողջ համայնքը սելովի մեջ համախմբվեցավ ու հանդիպումի վրանը հոն կանգնեցուցին։ Երկիրը անոնց առջև նվաճվեցավ։ Իսրայելի որդիներու մեջ 7 դոհ մնացած էր, որոնց բաժնված չէր իրենց ժառանգությունը։ Ուստի Հեսու Իսրայելի որդիներուն ասավ. Մինչև երբ անհոգ պիտի ելաք եւ պիտի չերտակ դիրանալու այն երկրին, որ դերը ձեր հայրերուն Աստվածը ցեզի տվավ։ Ամեն մեկ դոհմե 3 մարդ ընտրեցեք, որբեսի զանոնք ղրգեմ։ Անոնք պիտի կանգնին, այդ երկրի մեջ պիտի շրջին, զայն իրեն ժառանգության համեմատ արցնակրեն, հետո ինձի կան։ Զայն 7 մասի պիտի բաժնեն, Հութա իր հողամասի մեջ պիտի գնա հարավային կողմը եւ Հովսեփի դունը իր հողամասի մեջ պիտի գնա հյուսիսային կողմը։ Ուստի երկիրը արցնակրեցեք 7 բաժինով ու հոս ինձի բերեք արցնակրությունը, որբեսի հոս ցեզի համար վիճակ ցկեմ Տիրոջ մեր Աստուծուն առջև։ Սակայն Ղևտացիները ցեր մեջ բաժին չունին, որովհետև Տիրոջ քահանայությունն է անոնց ժառանգությունը։ Իսկ Գադ, Ռուբեն եւ Մանասեի գես դոհմը իրենց ժառանգությունները ստացած են Հորդանանի մյուս կողմը, դեպի արևելք։ Տիրոջ ծառան Մովսես իրենց տվավ զանոնք։ Այդ մարդիկը կանգնեցան ու կացին։ Հեսու այդ երկիրը արցնակրելու կացողներուն պատվիրեց. Կացեք այդ երկրի մեջ, շրջելով զայն արցնակրեցեք եւ ինձի վերադարձեք, որբեսի հոս սելովի մեջ ցեզի համար վիճակ ցկեմ Տիրոջ առջև։ Այդ մարդիկը կացին, այդ երկրի մեջ անցան, զայն 7 բաժինով արցնակրեցին Քիրքիմը մեջ իր քաղաքներուն համեմատ ու Հեսուի եկան սելովի բանակավայրը։ Հեսու սելովի մեջ անոնց համար վիճակ ցկեց Տիրոջ առջև ու հոն Հեսու երկիրը բաժնեց Իսրայելի որդիներուն իրենց բաժիններուն համեմատ։ Բենյամինի հատկացված երկիրը։ Նախ Բենյամինի որդիներուն դոհմին վիճակ ելավ իրենց կերտաստաններուն համեմատ։ Իրենց վիճակին հողամասը Հութայի որդիներուն եւ Հոսեփի որդիներուն մեջտեղի ելավ։ Անոնց հյուսիսային կողմի սահմանը Հորդանանեն կսկսի։ Այս սահմանը հյուսիսային կողմեն Երիկովի քով կբարձրանա դեպի արևմուտք լերը կբարձրանա ու Պետավանի անապատը կհանգի։ Սահմանը անգե լուզ գանցնի, լուզի, այսինքն Փետելի հարավային կողմեն։ Այս սահմանը Ադարովտ ադար գիչն է, որը ստորին Պետորոնին հարավային կողմը եղող լերան քովն է։ Այս սահմանը արևմտյան ծայրը հասնելով դեպի հարավ կդառնա։ Պետորոնի թիմացի լերնեն դեպի հարավ ու կհանգի Գարիաթ Փահաղ, որ Գարիաթ Յարիմն է, Հութայի որդիներուն քաղաքը։ Այս է արևմտյան կողմը։ Հարավային կողմը Գարիաթ Յարիմի ծայրեն կսկսի։ Սահմանը դեպի արևմուտք կերտա եւ Նապտովայի ճուրին աղբյուրեն դուրս կելե։ Այս սահմանը Երոմի որդիին ծորին թիմացի լերան ծայրը գիչն է։ Այս ծորը Ռափայիներու հովիդի մեջ է հյուսիսային կողմը։ Սահմանը Ենոմի ծորեն գիչն է դեպի հարավ Հեպուսի կովեն ու Ռովկելի աղբյուրը գիչն է։ Հետո դեպի հյուսիս հասնելով Յենսամյուսեն դուրս կելե։ Աբա Եթոմինի զարիվերին թիմաց եղող Քալիլովտեն դուրս կելե եւ Ռուբենյան Փահանի քարը գիչն է։ Հետո Արափայի թիմացի գոմեն դեպի հյուսիս անցնելով Արափա գիչն է։ Աբա այս սահմանը Փետակղայի կովեն գանցնի դեպի հյուսիս եւ այս սահմանը աղի ծովուն հյուսիսային ծոցը ու Հորդանանի հարավային ծայրը կհանգի։ Այս է հարավային սահմանը։ Արևելյան կողմի սահմանը Հորդանանն է։ Այս է Բենյամինի որդիներուն ժառանգությունը իր շրջակա սահմաններով անոնց կերտաստաններուն համեմատ։ Հետևյալները Բենյամինի որդիներուն դոհմին քաղաքներն են իրենց կերտաստաններուն համեմատ։ Երիկով, Փետագղա, Եմեգասիս, Փետարափա, Սեմարիմ, Փեթել, Ավիմ, Փարա, Եփրա, Քեփարամոննա, Հոփնի ու Քափա, 12 քաղաք եւ անոնց ավանները։ Քապավոն, Ռամա, Փերովտ, Մասպա, Գեպիրա, Մոսա, Ռեգեմ, Հերպայել, Թարաղա, Սելա, Էլեփ, Հեփուս, այսինքն Երուսաղեմ, Քապաատ ու Գարիաթ, 14 քաղաք եւ անոնց ավանները։ Այս է Բենյամինի որդիներուն ժառանգությունը իրենց կերտաստաններուն համեմատ։ Փառք ես Տեր Աստված մեր,
Ամեն։